Ну, я сомневаюсь в близкой партнерстве с турками, потому что, ну, столько вырезали, столько Карабах отдали, что отдали. Ну, что можно с этими людьми? Ничего, сотрудничать с ними, я думаю, нельзя. Հնարավոր չէ կարգավորում։ Հնարավոր է միայն հերթական ցեղասպանություն, քանի որ մենք չունենք հայամետ որևէ ուժ գործող քաղաքական ցանկացած տեսակի։ Մենք մեր շորտ ինքան էմոցիոնալ հարցեր եք տալիս։ Մենք հնարավոր չի, եթե մենք խելքի չգանք, ընդհանրապես վերանալու ենք գնանք։ Ну, это все равно, что между волком в овечьей шкуре и овцой. Ну, потом я хочу просто сказать, чтобы вы это знали, это не мое мнение. Я слушал сегодня Мартьянова, это блестящий американский политолог, русский, этнически русский, но всю жизнь прожил в Америке. Он сказал о том, что Армения, скорее всего, исчезнет. К этому ведет вот наш нынешний премьер-министр. А она есть? У нее внешняя безопасность есть страна, чтобы доволен был или не был? Наши силаки только занимаются защитой этого. Չեմ կարող գոհ լինել, որովհետև իմ մայրական կողմը Ղափանից է ու ես անձամբ գիտեմ, թե Ղափանում կապանում ինչ բարձունքներ է թուրքը գրավել ստրատեգիական նշանակությամբ, ոնց կարող եմ ես այդ ամեն ինչին տեղյակ լինելով գոհ լինել մեր անվտանգության վիճակից։ Ես ինքս այս բան չեմ ապրում Կապանում, բայց տեսնում ենք ինչա կատարվում եւ նաեւ Գեղարքունիքի մարզում ինչ դիրքեր են գրավել։ Ինչից կարելի է գոհ լինել։ Ինքը որտեղ իր այդ ապուշ շպիտը կա, այդտեղ քանդում է ամեն ինչ։ Ինքը որտեղ կա քանդվում է, ինքը որտեղ կա դա ամեն ինչը ավերվում է։ Ոնց կարելի է գոհ լինել։ Հայ ժողովրդին է պատասխանատու համարում, որ պետք է իր գործնեությամբ նպաստի, որ այդ խաղաղությունը, անվտանգությունը ապահովի։ Ժողովրդից ամենակախված ժողովուրդը պետք է իր հոգեբանությունը փոխի դեպի լավը, որ զորանա պետությունը։ Անվտանգություն չկա ընդհանրապես։ Որևէ հարցով ոչ բարոյական անվտանգություն կա, ոչ ֆիզիկական անվտանգություն կա, ոչ մի բան չկա։ Должен быть патриот своей страны, делать безопасную страну, развивать производство и промышленность и дать нормальную учебу детям. Հաջորդ իշխանությունը շատ ծանր իհարկե առաքելություն ունի անելու, որովհետև մեր հասարակությունը շատ խորքային խնդիրներ ունի։ Եվ ես հուսով եմ, որ միայն իշխանության փոփոխություն չլինի, այլ արժեհամակարգի փոփոխություն եւ վերջապես, բայց եթե մարդ կա, որը իրոք ուզում է անկեղծ, որ Հայաստանը թռիչքաձև զարգացումն է նաեւ բարեկեցիկ կյանքով ապրի եւ իր եսից դուրս գա, ինչը որ ցավոք չկարողացան անել նախորդ ղեկավարները, կարծում եմ, որ ամեն ինչ շատ լավ կլինի։ Հայաստանի Հանրապետության հաջորդ իշխանությունը պետք է լինի ուժեղ, թասիբով, իսկական հայ, ժողովրդին սիրող, երկիր կառուցող, երկիր շենացնող։ Ազգային բռնապետություն, ազգային պարտադրանք, ուրիշ տարբերակ չկա։ Я очень надеюсь, что это будет христианское поведение у всех, и они не будут отрекаться от церкви. Շատ խիստ, այլապես շատ անօրեն ժողովուրդ ենք մենք, ոչ մի բանին ենթարկվել չունենք, պիտի լինի Ստալինի պես պինդ։ Ես ինքս աստվածապաշտ մարդ եմ, բայց դա էլ մի կողմ, արդեն եկեղեցու դեմ արշավը դուրս է գալիս նույնիսկ հավատացյալի ոչ հավատացյալի շրջանակից ուղիղ ազգային ինքնության դեմ պայքարը, դա արդեն հասկանալի է եւ այդ աղոթքի նախաճաշն էլ չգիտեմ ինչեր կոչվում, որ կազմակերպվեց, դրա ակնառու ապացույցն է։ Я также отрицательно отношусь к этому, потому что человек сказал, мы по-своему поддерживаем церковь. Тут ничего такого нету, чтобы за это взять и посадить человека. Ես գտնում եմ, որ պետք է ավելի արագացնել ընթացքը, որովհետև ինքը խախտել է լրիվ կրոնի սահմանադրությունը եւ պետք է ինքը շուտ ազատ աթոռը։ Եկեղեցին առանձին կառույց է, պետությունը չպիտի խառնվի եկեղեցու գործերում։ Թող ավելի լավ է Նիկոլը մտածի հայ ազգի մասին։ Այն ինչ կատարվում է շատ վատ, որովհետև ուզում են մեր այս բազմադարյա հավատքը ջնջեն։ Ինչի համար, որովհետև մենք քրիստոնյա ենք, մենք պետք է պահենք, պահպանենք մեր այդ ունեցածը, մեր եկեղեցին մեր հիմքն է պատմության, մեր ազգի։ Ով էս ամեն ինչ անում է, ինքը հայ չի, ինքը քրիստոնյա չի, ինքը չի կարա
հայ կոչվել։ Ես կարծում եմ, որ սա հերթական փորձն է մեր ազգային ինքնությունը վերացնելու, մեր դիմագիծը ջնջելու ու վերացնելու այն պետական կառույցը, որի շուրջ հնարավոր է համախմբում, ըմբոստացում եւ ազգային վերելք։ Политические действия и церковные действия не должны соприкасаться ни в коем случае. Церковь есть церковь, религия есть религия, политика это политика. Անհարմար շատ վատ դրսևորում է հայ ժողովրդի կողմից, անգամ ժողովրդի, քիչ են գնում, քիչ են պաշտպանում, ու вообще այդ մեր գործը չի, չէ, եկեղեցուն, կաթողիկոսին, մեր գործը չի հանել, թողնել, դա եկեղեցու գործն է։ Շատ վատ գնահատական եմ տալու, այտենց մարդուն կարելի է կանանավորել։ Աշխարհի ցանկացած ազգ, ցանկացած ժողովուրդ ուզում է, որ Սամվել Կարապետյանի նման որդի ունենա։ Աշխարհի ցանկացած ազգ ուզում է, երազում է, որ ունենա։ Մենք ունենք, մենք փոխանակ պահենք, պահպանենք, փայփայենք, մենք կալանավորում ենք, ինչի համար։ Չի կարելի։ Այտենց հայ չկա աշխարհի վրա, ինքը մեր պարծանքն է, ինքը որտեղ ինքը կա, սարքում է, ստեղծում է, այտենց մարդուն չի կարելի կալանավորել։ Շատ սխալ են արել։ Կարծում եմ, որ այն հազվադեպ եզակի քաղաքական գործիչը կլինի, եթե սկսի զբաղվել քաղաքականությամբ, որ բեկում կմտցնի, որովհետև Կարապետյան ընտանիքի անշահախնդիր վերաբերմունքը կարծես թե ակնհայտ է։ Շատ ցավում եմ, որ արդեն քանի ամիս մարդը անազատության մեջ է, հուսով եմ, որ Հայաստանի քաղաքական դաշտի մյուս ներկայացուցիչները ավելի ակտիվ կկանգնեն Սամվել Կարապետյանի կողքին եւ հնարավորինս շուտ ազատության մեջ կլինի եւ վստահ եմ, որ բեկում կմտցնի մեր իրականության մեջ։ Все люди, кто бы там ни был, кто будет за церковь, я поддерживаю церковь, и я думаю, что нельзя их соприкасывать, ни в коем случае. Բոլոր պետական լծակները չարաշահվում են, որպեսզի ճնշեն, չթողեն ցանկացած ըմբոստացող ուժ ինչ որ գործողություն ձեռնարկի, որը կարող է հանգեցնել համազգային համախմբման։ Սամվել Կարապետյանից էլ կարող է ավելի շատ կողմեմ, որ մենք ենք անեն իրանց ձևով։